Հոկտեմբերի 2-ը ավանդաբար նշվում է որպես նոտարների միջազգային օր։ Հայաստանում այն նշվում է արդեն շուրջ 2 տասնամյակ։ Այսօր նոտարական պալատի արտահերթ ժողովն էր հրավիրվել, որին մասնակցել են Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը եւ փոխնախարար Սուրեն Գրիգորյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նոտարներին, որոնք Հայաստանի համար հատկապես դժվարին ժամանակահատվածում ապահովել են գրագետ աշխատանք։ Նոտարիատը մեր պետության կառույցներից, ինստիտուտներից ամենակայացածն է։ Եվ դա ընդհանրապես այսպես խոսքեր չեն ձեր օրվա կապակցությամբ, դա իսկապես այդպես է։ Իմ կարճ պաշտոնավարման ընթացքում ես արդեն իսկ հասցրել եմ ուսումնասիրել հենց արդարադատության ոլորտում տարբեր ինստիտուտների, կառույցների աշխատանքը եւ կարող եմ իսկապես նորից կրկնել, որ ամենակայացած ինստիտուտն է նոտարիատը։ Դրա մասին է փաստում նաև այն, թե որքան քիչ կարգապահական պատասխանատվության միջոցներ են կիրառվել նոտարների հանդեպ նկատմամբ վերջին 1-2 տարիների ընթացքում։ Ընդամենը կարելի է մատերի վրա հաշվել 3-4 գործեր կան եւ վարույթներն էլ շատ քիչ են։ Իհարկե, մենք հիմա ուշադրությամբ հետևում ենք, թե ինչպես է գործում մեր վերահսկողական ծառայությունը եւ այնտեղ էլ բարեփոխումներ են որոշակի սպասվում։ Եվ ես հուսով եմ, որ երբ մեր վերահսկողական ծառայությունը ել ավելի ուշադիր կլինի բոլոր կառույցների նկատմամբ, ձեր նկատմամբ բացված վարույթները եւ կարգապահական պատասխանատվությունները կմնան այսքան քիչ։ Դա եւս մեկ անգամ կվկայի, որ ոչ թե նախարարությունը լավ ուշադրություն չի դարձրել գործարքներին եւ դրանց օրինականությանը, այլ դա կվկայի, որ դուք իսկապես բարձր պրոֆեսիոնալներ եք, ազնիվ եւ առաջնորդվում եք օրենքով, օրենքի տառով եւ պահում եք օրենքը այն ամենակարևոր տեղում քաղաքացիների հետ հարաբերություններում։ Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն էլ շնորհավորելով նոտարներին մասնագիտական տոնի առթիվ նշել է, որ նոտարները պատասխանատու աշխատանք են կատարում, քանի որ նրանց իրականացրած գործունեությունը առնչվում է քաղաքացու օրինական շահերի պաշտպանությանը եւ դրանց իրացմանը։ Նա կարեւորել է լատինական նոտարիատի համակարգի զարգացման գործընթացը Հայաստանում։ Բոլորս գիտենք, որ այսօր հոկտեմբերի 2-ին Համաշխարհային նոտարական համայնքն ավանդաբար նշել է մասնագիտական տոնը՝ նոտարիատի համաշխարհային օրը, եւ որ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի անդամների ժողովի որոշմամբ հոկտեմբերի 2-ը ընդունվել է եւս որպես նոտարների գործունեության մասնագիտական օր։ 2002 թվականին ընդունված նոտարիատի մասին նոր օրենքով Հայաստանում հիմք դրվեց նոտարիատի նոր լատինական համակարգի ներդրմանը։ Յուրաքանչյուր երկիր, որտեղ գործում է լատինական նոտարիատը, իր համար առաջնահերթ խնդիր է համարում անդամակցել լատինական նոտարիատի միջազգային միությանը։ Հայաստանն ընտրել է այս համակարգը, քանի որ այն թույլ է տալիս կանխագուշակել պայմանագրի կողմերի միջև ապագա վեճը եւ լուծել այն ի սկզբանե, որի շնորհիվ կտրուկ կրճատվում են դատական վեճերը։ Այս համակարգի նոտարի կողմից վավերացված փաստաթուղթն ունի լիարժեք ապացուցողական ուժ։ Լատինական համակարգի նոտարը հանրային պաշտոնատար անձ է, որին պետությունը լիազորել է իր անունից իրականացնել պետության առանձին գործառույթներ։ Նա համարվում է տվյալ պետության դատական համակարգի բաղկացուցիչ մաս, քանի որ նրա գործունեությունն ուղղված է դատական վեճերի կանխարգելմանը։ Մասնագիտական տոնի առթիվ հրավիրված Հայաստանի նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովի ընթացքում տեղի ունեցել 6 նոտարների երթմնակալության արարողություն, որի ընթացքում հուշանվերներ եւ պատվոգներ են հանձնվել լիազորությունները դադարեցրած նոտարներին։ Նորակարգերով պարգևատրվել են նաեւ նոտարական համայնքում 30, 35, 40 տարի գործունեություն ծավալող նոտարները։